Վիշապը մեր պատմական հիշողության մեջ պարզապես առասպելական հրեշ չի եղել, վիշապը միշտ նշանակել է այն բոլոր վտանգները եւ ռիսկերը, որ մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր պետությունը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է եւ հաղթահարել է, կամ էլ չի հաղթահարել։ Եվ վերջին շրջանում ինձ ներող կլինեք որոշակի քաղաքական ենթատեքստի համար, բայց վերջին շրջանում միգուցե մենք այդ վիշապի տեսքը եւ վիշապի կերպարը լավ չենք հասկացել, իր խորքը չենք պատկերացրել, բայց մի նմանատիպ վիշապ նույնպես հայ ժողովուրդը հաղթահարել է։ Եվ իր ընտրությամբ, իր քվեարկությամբ մենք մեծ վտանգից եւ չարիքից ենք ազատվել։ Եվ այսօր մենք հպարտորեն Ռուսաստանի հրապարակում կանգնեցնում ենք Վահագն վիշապաքաղի արձանը, որովհետև վիշապը եկավ, բայց վիշապը հեռացավ գլխատված։ Սրանով մենք նաև շատ կայուն եւ ամուր Վահագն վիշապաքաղին դնում ենք իր հաստատուն ու մշտական տեղում, որովհետև չի կարող այսպիսի խորհրդանշական կերպարը մեր ժողովրդի, մեր հասարակության համար նման ուղերձ եւ իմաստ պարունակող քանդակը թափառել մի տեղից մյուսը։ Իմ ցանկությունը, որ Վահագնի ուժը, քաջությունը, հպարտությունը, հաղթանակը եւ ինչու՞ չէ արևը թող սփռվի իմ հայ ժողովրդի վրա։ Մայրաքաղաքում շարունակվում են ընտանի կենդանիների համար նախատեսված զբոսայգիների կառուցման աշխատանքները, եւ այս անգամ հերթը Աջափնյակ վարչական շրջանին է։ Նազարբեկյան թաղամասում վարչական շրջանի նախաձեռնությամբ կառուցվել է ընտանի շինների համար նախատեսված զբոսայգի։ Զբոսայգին ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով կենդանիների պատշաճ զբոսանքն ապահովելու համար։ Ունի առանձնացված հատվածներ մեծ եւ փոքր կենդանիների համար եւ համալրված է անհրաժեշտ խաղասարքերով։ Նշեմ, որ մայրաքաղաքում ունենք արդեն շահագործման հանձնած 13 առանձնացված զբոսայգիներ նախատեսված ընտանի շների զբոսանքի համար։ Մեր համակարգացիներին ուզում եմ խնդրել եւ հորդորել կենդանիների զբոսանքն ապահովել, չվնասելով համայնքային գույքը։ Գործը ոնց է գնում։ Նորմալ է, նորմալ շատ է։ Ապրեք։ 1 կիլոմետր տարածության վրա հիմնանորոգում ենք անում։ Լավ։ Իր մեջ 2 կամրջային կառուցվածքներ։ Սա առաջինն է։ Սա երկաթիցն է։ Այս կամրջային կառուցվածքը ամբողջությամբ քանդվում է, 0-ից հավաքվում է։ Երկու կամրջային կառուցվածքներն են։ Բոլոր ենթակառուցվածքների գետնի տակ անցկացնելն է եւ բոլոր շերտերի փոխարինումն է։ Այսինքն ասֆալտային սա հիմնանորոգման աշխատանք է, կարծում եմ 7 ամիսը տրամաբանական ժամկետ է, բայց կարեւոր է, որ այս անցանելիությունը այս ընթացքում թողենք։ Փողոցի տնտեսվարների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել, շատ ատյանների դիմեցինք, վերջապես ձեր շնորհիվ հասանք նրան, ինչի ուզում էինք։ Ժամանակը մի քիչ ճիշտ է երկար կտևի, բայց կարևոր արդյունք է։ Իրականում անունից շնորհակալություն եմ հայտնում, շատ շնորհակալ։ Մենք էլ շնորհակալ ենք գնահատանքի համար։ Իրականում
Այս դեռևս վաղուց պետք է սկսած լինեինք, բայց 3 անգամ նախագծման մրցույթը չէր կայացել, որովհետև երկու հատ բարդ կամրջային կառուցվածք կա, նախագծողները չէին մոտենում հարցին, բայց վերջապես գտանք, որ այս բոլոր խրամուղիներով, լարերը գետնի տակ անցկացնելով, բոլոր գրագետ կազմակերպեց։ Ձեր շնորհքով։ Շնորհակալ եմ։ Երեք կիլոմետրակից էստեղ։ Մենք հենապատ ենք կառուցել այստեղ մեր համայնքային հողնա։ Դրանից ներքև սեփական է։ Բարձր երկաթբետոնյա հենապատով բարձրանում է եւ սա մենք կանգնում ենք երթևեկի վրա ստեղ։ Այստեղ լայն է։ Այո, լայն է լինելու, նախորդված նայել է համաձայնի։ Մենք փողունակ մեծ վանք ունենանք։ 2-3 կիլոմետր ճանապարհ, հեղեղատար կոյուղի ջրագից, ոռոգումն էլ ենք։ Ոռոգումը մոռացա ասել, ոռոգումը։ Ոռոգումը, գազը, Գազը խոստացել է ամբողջությամբ ինչքան այսպես գծեր կանեկով երևից բանացներ բոլորը իջնում է ջերմիկա։ Ասենց թողունակություն երևի այս փողոց ֆուլ իրար հետ կոմունիկացիաները չունեն։ Մեր համակարգով ստուգել են ոչ մի թույլտվություններ դուք չունեք։ Վճարումը դա դեռ թույլտվություն չի։ Դուք պիտի ունենաք թույլտվություն։ Հուզական աջակցության թեժգիծ, ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ, դա ամառային արևից բախստվեր է, մանկության հիշողություն, մաքուր օդ, բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ, Երևանի թեղիները հիվանդ են, նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը, թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է հնչում, ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին,
նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։